Բարև ձեզ եւ բարի գալուստ update լրատվական։ Առաջարկում եմ թարմացնել օրվա լրահոսը միասին։ Թողարկումը սկսենք պաշտոնական լրահոսից։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով Қырғызստանի Հանրապետությունում է։ Վարչապետին Չոլպոն Ատայի Իսիկ Կուլ միջազգային օդանավակայանում դիմավորել է Қырғызստանի նախարարների կաբինետի նախագահի տեղակալ Էրլիստ Ակումբեկովը։ Վարչապետը Չոլպոն Ատայում մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստին։ Նիստի սկզբում Աթիլբեկ Կասիմալիևը ողջունել է ներկաներին եւ շնորհավորել Նիկոլ Փաշինյանին խորհրդարանական ընտրություններում հաղթանակի եւ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ։ Հաջորդիվ նիստի ընթացքում քննարկվել են Եվրասիական տնտեսական միության շրջանակում տարբեր ուղղություններով համագործակցության վերաբերող հարցեր։ Մինչև մեկնելը Նիկոլ Փաշինյանը վարել է կառավարության օգոստոսի 6-ի նիստը։ Օրակարգում ընդգրկված էր 43 հարց, որոնցից միայն 3-ն էին ենթակա զեկուցման։ Վարչապետը հայտնել է, որ նոր ձևավորված կառավարությունը պետք է վերանայումներ կատարի իր գործունեության մեջ, նպատակ ունենալով այն ավելի արդյունավետ դարձնել։ Փաշինյանն առաջին հերթին փոխվարչապետներին եւ նախարարներին շնորհավորեց իրենց պաշտոններում վերանշանակվելու կապակցությամբ եւ հաջողություն մաղթեց նաեւ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նոր նախարար Դավիթ Թադևոսյանին եւ վարչապետի աշխատակազմի նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին։ Այսօր տեղի ունենում նոր ձևավորված կառավարության առաջին նիստը եւ ես նախ ուզում եմ փոխվարչապետներին եւ նախարարներին շնորհավորել նշանակման առիթով եւ հաջողություններ մաղթել։ Առաջիկայում իհարկե մենք կանդրադառնանք մեր անելիքներին, բայց ամբողջական անդրադարձ կունենանք կառավարության 2026-2031 թվականների գործունեության ծրագրի քննարկումների համատեքստում իհարկե ակնհայտ է, որ մեր գործունեության մի հսկայական հատվածը լինելու է շարունակականության ժանրի մեջ, բայց նաև ակնհայտ է, որ մենք պետք է անենք որոշ վերանայումներ մեր աշխատանքը ավելի արդյունավետ իրականացնելու համար, այն ինչ նախորդող շրջանում չի ստացվել, մենք իհարկե պետք է վերլուծենք եւ վերլուծում ենք եւ վերլուծել ենք դրա պատճառները եւ պիտի անենք անհրաժեշտ հետեւություններ, իսկ այն ինչ ստացվել է, դա էլ պետք է վերլուծենք, վերլուծել ենք, վերլուծում ենք եւ պետք է առավել արդյունավետ մոտենանք հարցերին եւ փորձենք մեր աշխատանքը դարձնել առավել արդյունավետ։ Կառավարության կազմում, կառավարության նիստին առաջին անգամ է մասնակցում բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Դավիթ Թադևոսյանը եւ ես ուզում եմ ողջունել ձեզ եւ հաջողություն մաղթել եւ նաեւ վարչապետի աշխատակազմի ղեկավար Լիլիթ Մակունցը ձեզ էլ հաջողություններ եմ մաղթում եւ ողջունում եմ։ Մոտ 3200 դիմորդ այս տարվա ընդունելության քննություններին ստացել է անբավարար գնահատական։ Գնահատման եւ թեստավորման կենտրոնի տվյալներով նախորդ տարի անբավարար գնահատական ստացածների թիվը շուրջ 2500 է եղել։ Կառավարության նիստում վարչապետը անդրադարձել է այս վիճակագրությանը, այն համարելով ահազանգ։ Լուրերով նայում եմ, որ այս տարի ընդունելության քննություններին անբավարար ստացած դիմորդների թիվը նախորդ տարվա համեմատ էականորեն ավելի մեծ է, սա ահազանգ է, մենք պետք է հասկանանք, ըստ ամենայնի մենք դանդաղում ենք մեր բարեփոխումների ճանապարհին, որովհետև շատ ենք կոմպրոմիսների գնում, անընդհատ գնում ենք կոմպրոմիսների եւ արդյունքում ով է դրանից տուժում։ Տուժում են երեխաները։ Որովհետև եթե լավ պետք է առերեսվենք, հա, ասենք ատեստավորման գործընթացը
Լավ 1 2 3 4 5 6 7 ասենք ինչքան կարելի է չի հաղթահարում մարդը պետքա վերջ ասենք վերջ էլ պետքա չաշխատի դպրոցում որովհետև այդ իր աշակերտն է որ գնում է չի կարողանում ընդունելության քննությունը գոնե բավարար ստանա չենք ասում է գերազանց ստանա գոնե բավարար ստանա սրանք խնդիրներ են էլի եմ ասում շատ են կոմպրոմիսի գնում անընդհատ հենց ինչ որ բաներ անում որոշումները կայացված են պետքա շատ հստակ հատու վճռական ձևով պետք է իրականացնել եւ որևէ կասկածի տեղ չկա որովհետեւ որևէ կասկած չկա որ մենք դա անում ենք երեխաների շահերից ելնելով եւ իհարկե տեխնիկական դետալներն էլ պետք է հնարավորինս արագ կազմակերպել 2026-2031 թվականներին $2 միլիարդ ապօրինի օտարված գույք պետք է վերադարձվի Հայաստանի Հանրապետությանը կամ համայնքներին։ Այդ մասին կառավարության նիստին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Այստեղ գալիս է հաջորդ կարևոր հարցը, որի հետ կապված երեք քննարկում ենք ունեցել, առաջիկա մեր անելիքները։ Կառավարության ծրագրում նախատեսում ենք ունենալ, թե ինչ, ներողություն, մի հատված, որ վարձակալությունից փաստացի սեփականաշնորհում դե յուրե վարձակալությունից վերադարձվող արդեն հազարավոր նույնիսկ հեկտարներով տարածքներ կան Էս էլ մեր հաշվառումներով պետք է ինչ-որ ձևով հասկանանք ոնց է այսինքն դե յուրե սեփականաշնորհված չէր բայց ասենք 100 տարով վարձակալության էր տված ինչ-որ չնչին կոպեկներով դա էլ է ապօրինի գույքա, որը մենք վերադարձնում ենք, այդտեղ էլ պետք է հասկանանք, ինչ պետք է անենք։ Հիմա առաջիկայում մենք կառավարության ծրագրի մեջ ուզում ենք մեր առաջ խնդիր դնենք եւ իմ պատկերացումն է նա, որ այս մեխանիզմներով 2026-ից 2031 թվականը պետք է շուրջ $2 միլիարդ գույք վերադարձվի։ Ես սա իրատեսական եմ համարում ինչու, որովհետեւ մենք նախորդող շրջանում երեք այդպիսի հարց հնչեց, որ նախորդ 8 տարում ինչքան ենք վերադարձրել, հաջորդ 8 տարում ինչքան ենք վերադարձրել։ Ես այդտեղ հարցին չեմ վերաբերվում զուտ դե յուրե, ես հարցին վերաբերվում եմ դե ֆակտո, որովհետև հիմա մեր վերադարձած գույքերի մեջ օրինակ չկային, որ մենք հիմա Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում փայաբաժին ունենք եւ այլն եւ այդպես շարունակ։ Բայց նաեւ ուրիշ խնդիր կա, որ ըստ էության ապօրինի գույքի բռնագանձման համակարգի առաջին վճիռա թե դատավճիռա թե դատավճիռ թե վճիռ վճիռ բան վարչապետ վճիռ առաջին վճիռը օրինական ուժի մեջ մտել է 2026 թվականին թե 25-ի վերջում Մենք երկու վճիռ ունենք օրինական ուժի մեջ մտած պարոն վարչապետ 2025 եւ 2026 թվականներին Այսինքն առաջինը 25-ին է մտել այսինքն այդ համակարգը լիարժեք նոր սկսել է գործել, որովհետև գիտեք, այդ ընթացքում սահմանադրական դատանի որոշում եղավ, որոշակի փոփոխություններ եղան, այսինքն դա նորմալ է, որ հիմա իրականում նոր սկսելու է լիարժեք այդ համակարգը գործել, եւ մենք խնդիրը Տիկին Վարդապետյան ձևակերպում ենք հետեւյալ կերպ։ Իհարկե դա միայն դատախազության մասով չի եւ քննչական մարմինների մասով չի, որովհետեւ այն մյուս մեխանիզմներն էլ կառավարությունը այլ լծակներ էլ ունի։ Մենք խնդիրը ձևակերպելու ենք հետեւյալ կերպ 2026-ից 2031 թվականը $2 միլիարդ ապօրինի օտարված գույք պետքա վերադարձվի Հայաստանի Հանրապետությանը կամ համայնքներին։ Սա շատ իրատեսական խնդիր է, առավել եւս այն process-ները, որ մենք ընտրություններից հետո տեսնում ենք եւ նաեւ հանրության շատ հստակ պահանջ կա ձևակերպված, ես ուզում եմ նաեւ հանրության շնորհակալություն հայտնել այդ համբերատարության համար, չնայած այդ ձգձգումները մեզ նույնքան են նյարդայնացրել, ինչքան հանրությանը, բայց այնուամենայնիվ մեխանիզմները գործարկված են։ 26-ից 31 թիվը $2 միլիարդ գույք պետքա վերադարձվի պետությանը եւ համայնքներին այս բոլոր մեխանիզմների գործարկմամբ։ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը կառավարության նիստում անդրադարձել է 2025-ից 2026 թվականների ընթացքում դատախազության պետական համայնքային շահերի պաշտպանության լիազորության շրջանակներում Հայաստանի Հանրապետությանը եւ համայնքներին վերադարձված հանրային բարիքին, այգիներին, պուրակներին, զբոսայգիներին, անտառային տարածքներին։ Աննա Վարդապետյանը մանրամասներ է ներկայացրել Սյունիքի, Տավուշի, Գեղարքունիքի, Կոտայքի,
Արարատի և Լոռու մարզերում, ինչպես նաև մայրաքաղաքում վերադարձված գույքերի մասին։ 2025-26 թվականներին Սյունիքի մարզում պետական համայնքային շահերի պաշտպանության լիազորության շրջանակում դատախազական ներգործության արդյունքում Սիսիան համայնքի տիրապետմանն է վերադարձվել մայիսի 28 զբոսայգում գտնվող 5 հողատարածք 3153 քառակուսի մետր տարածքով։ Կապան համայնքի տիրապետմանն է վերադարձվել Վազգեն Սարգսյանի անվան զբոսայգում գտնվող 3 հողատարածք 687 քառակուսի մետր մակերեսով։ Տավուշի մարզում կրկին պետական համայնքային շահերի պաշտպանության լիազորության շրջանակում դատախազության հայցերի և դատախազական ներգործության միջոցների արդյունքում Իջևան համայնքի տիրապետմանն է վերադարձվել Իջևանի քաղաքային զբոսայգում գտնվող 16 հողատարածք 5260.7 քառակուսի մետր մակերեսով։ Զբոսայգում, պարոն վարչապետ, դեռևս կառուցապատված տարածքներ կան, որոնք ուսումնասիրության առարկա են հանդիսանում և առաջիկայում չեն բացառում, որ այս տարածքների վերաբերյալ ևս հայցեր կներկայացվեն դատարան։ Բացի այդ, Դիլիջան համայնքի տիրապետմանն է վերադարձվել 67 հեկտար մակերեսով հատուկ պահպանվող տարածքներ նպատակային և բնապահպանական գործառնական նշանակությամբ հողամաս, որի շուկայական մոտարկված կադաստրային արժեքը 4 միլիարդ 579 միլիոն դրամ է, եթե վերածենք ամերիկյան դոլարի մոտավորապես 12 միլիոն 436 հազար դոլար։ Արարատի մարզում կրկին այս գործառույթի շրջանակում Արտաշատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել Քաղցրաշեն բնակավայրի Շահումյան փողոցի պուրակում գտնվող 2 հողատարածք 250 քառակուսի մետր մակերեսով։ Մեր ունեցած տեղեկություններով համայնքի ֆինանսավորմամբ պուրակում բարեկարգման աշխատանքները ավարտվել են։ Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող 4 հողատարածք 4601 քառակուսի մետր մակերեսով։ Արարատի զբոսայգում ևս, պարոն վարչապետ, ունենք հողատարածքներ, որոնք հայցերի առարկաներ են և առաջիկայում ևս կառուցապատումներ կան, որոնք դադարեցնելու ուղղությամբ կատարված աշխատանքների արդյունքում կներկայացնեն հայցեր։ Հիմնականում մենք գործ ունենք նախկին պաշտոնատար անձանց հետ, ովքեր իրականացրել են, կարելի է ասել, հողազավթումներ։ Դատախազությունը տեղեկացրել էր նաև, որ դատախազական ներգործության արդյունքում Հայաստանի Հանրապետության տիրապետմանն են վերադարձվել Արարատ մարզի համայնքի վարչական շրջաններից դուրս գտնվող պետական սեփականություն հանդիսացող բնապահպանական հողերից 60 միլիարդ 553 միլիոն դրամ արժեքով շուրջ 5330 հեկտար մակերեսով հողատարածքներ։ Սրանք 65 գույքային միավորներ էին, հիմնականում արգելոցային տարածքում Խոսրովի անտառում։ Հողամասերի նկատմամբ դադարեցվել է Կենդանիների աշխարհ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության անհատույց օգտագործման իրավունքի պետական գրանցումը։ Մենք այս ուղղությամբ, պարոն վարչապետ, շարունակեցինք ուսումնասիրությունները և պարզել ենք, որ կան էլի հողատարածքներ, որոնք հաշվարկվում են հեկտարներով, որոնք շարունակում են գտնվել այս ընկերության անհատույց օգտագործման իրավունքի ներքո, առաջիկայում ևս կամ կառավարության նիստով կամ այլ ձևաչափով կներկայացնենք, թե ինչ աշխատանքներ են կատարել և ինչ վերականգնումներ ունենք այս ուղղությամբ։ Գեղարքունիքի մարզում պետական համայնքային շահերի պաշտպանության լիազորության շրջանակում դատախազական ներգործության արդյունքում Հայաստանի Հանրապետության տիրապետմանն է վերադարձվել Սևանի ափամերձ տարածքում գտնվող 6 հողատարածք։ Մենք խոսում ենք Սևանի շուրջ ճանապարհների բարեկարգման մասին։ Մենք այս ուղղությամբ աշխատանքները շարունակում ենք, որպեսզի ափամերձ տարածքը ևս ազատ լինի ապօրինի կառուցապատումից։ Այս պահին 6 հողատարածք 5.7 հեկտար մակերեսով։ Բացի այդ, տեղեկացնում ենք պարբերաբար քանդման աշխատանքների մասին, որ իրականացնում ենք Սևանի բացարձակ նիշից ցածր հատվածներում, ուղղակի տեղեկացնեմ, որ 2025 թվականի դեկտեմբերից մինչ 26 թվականի հուլիսի 1-ը Սևանա լճի ափամերձ բացարձակ նիշից ցածր 68 հողամասերում ապամոնտաժվել է ապօրինի կառուցված 201 շենք-շինություն, Սևան ազգային պարկ ՊՈԱԿ-ի կողմից դադարեցվել լուծվել է 2 պայմանագիր։ Ապամոնտաժման աշխատանքները ժամանակավորապես կասեցվել են պայմանավորված լողափնյա սեզոնով, բայց սեզոնը դադարելուց հետո աշխատանքները կշարունակենք։ Կոտայքի մարզում պետական համայնքային շահերի պաշտպանության լիազորության շրջանակում դատախազության հայցի բավարարման արդյունքում Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է վերականգնվել Ծաղկաձոր համայնքում գտնվող շուրջ 2 հեկտար մակերեսով հողամասի նկատմամբ։ Լոռու մարզում կրկին այս գործառույթի շրջանակներում աշխատանքներ են տարվում Հրանտ Մաթևոսյանի անվան զբոսայգին Վանաձոր համայնքին վերադարձնելու ուղղությամբ։ Այս պահին Փաստացի համայնքին վերադարձվել է 4451.7 քառակուսի մետր մակերեսով տարածք, որը 13 հողատարածքների հանրագումարն է կրկին ապօրինի զավթված էլի նախկինում պաշտոնատար անձանց պաշտոններ զբաղեցրած անձանց կողմից կրկին
այս զբոսայգում եւս ունենք հայցեր, որոնք դատական քննության առարկա են, բայց սա չի խանգարում, որպեսզի մենք կարողանանք այս բոլոր զբոսայգիների բարեկարգման աշխատանքները առնվազն պլանավորել։ Եվ անդրադառնալով Երևանին, ուղղակի հիշեցնեմ, որ հեռուստաաշտարակին հարող տարածքում մենք ունենք 7.5 հեկտար մակերեսով 6 հողամաս վերադարձված, որոնց շուկայական մոտարկված արժեքը 3 միլիարդ 382 միլիոն դրամ է։ Այս պահին շրջակա միջավայրի նախարարության հետ աշխատանքներ են իրականացվում, որպեսզի, ինչպես մի քանի անգամ քննարկվել է կառավարության նիստում, մենք ունենանք քաղաքային անտառ, եթե ճիշտ ենք հասկացել կառավարության նիստի քննարկման արդյունքները։ Եվ վերջերս նաև ունենք մի շարք բավարարված վճիռներ, պարոն վարչապետ, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործառույթի շրջանակներում։ Այն ինչ որ դուք միջև էս պահը թվարկեցիք, բարձրավոր օրինակ Վանաձորի զբոսայգու հատվածում դա ամբողջ զբոսայգուն չէր, մի քանի կտորներ, բայց այն ինչ որ թվարկեցիք արդեն ավարտված process է, ճիշտ է, այս ճիշտ եմ հասկանում։ Այն ինչ որ առաջին հատվածում ասցիք, այսինքն դա արդեն կայացած փաստ է, որ վերադարձված է։ Պարոն վարչապետ, բացառություն են կազմում Լոռու մարզի Հրանտ Մաթևոսյանի անվան այգին, Արարատի մարզի քաղաքային զբոսայգին, որոնց մի քանի տարածքներով հայցեր ունենք, եւ Կապանի զբոսայգին, որը ընթացքի մեջ է, Վազգեն Սարգսյանի անվան զբոսայգու մասին է խոսքը, դրանք դատական process-ների մասին է խոսքը, ուղղակի ժամանակի հարց է։ Հայաստանի կառավարությունը փոխում է 3 նախարարությունների անունները։ Արտաքին գործերի նախարարության, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության եւ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության անունները փոխելու նախագծերը ընդգրկված էին Հայաստանի կառավարության այսօրվա նիստի չզեկուցվող հարցերի օրակարգում։ Արտաքին գործերի նախարարությունը կդառնա արտաքին գործերի եւ միջազգային առևտրի նախարարություն։ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը բարձր տեխնոլոգիական արդյունաբերության եւ արհեստական բանականության նախարարություն, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը, աշխատանքի եւ բարեկեցության նախարարություն։ Գանք ազգային ժողով։ Ազգային ժողովի նախագահի տեղակալի թեկնածու Ուժեղ Հայաստան խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը հայտնել է, որ ընդդիմադիր խմբակցությունը որոշել է ստանձնել սահմանադրությամբ իրեն վերապահված պատասխանատվությունը, խորհրդարանական բոլոր գործիքները Ուժեղ Հայաստան ունենալու նպատակին ծառայեցնելու համար։ Արամ Վարդևանյանը այս մասին ասել է ազգային ժողովի 9-րդ գումարման առաջին նստաշրջանում ունեցած ելույթում։ Նրա խոսքով Հայաստանի քաղաքական ուժերը կարող են տարբեր պատկերացումներ ունենալ երկրի զարգացման վերաբերյալ, սակայն Հայաստանի քաղաքացիների եւ քաղաքական ուժերի ընդհանուր ցանկությունը ուժեղ պետություն ունենալն է։ Բնական է, սիրելի հայրենակիցներ, դիմեմ ձեզ, իմ երազանքը չի եղել լինել ազգային ժողովի պատգամավոր կամ ազգային ժողովի նախագահի տեղակալ։ Ավելին ասեմ, քանի որ կարծես նման հարցադրումներ երևի թե կհնչեն, արդյոք ես ունեցել եմ ցանկություն լինելու 9-րդ գումարման ազգային ժողովի պատգամավոր։ Եթե նայում ենք սուբյեկտիվ ցանկության տեսանկյունից, չեմ ունեցել։ Ավելին, մեր խմբակցության իմ բոլոր գործընկերները չեն ունեցել։ Հայաստանի Հանրապետությունում ընդդիմադիր խմբակցության պատգամավոր լինելը հեշտ չէ։ Ընդդիմադիր խմբակցության պատգամավոր լինելը մի քանի հստակ կանխատեսելի գործիքակազմ է ենթադրում։ Դրանք հիմնականում բխում են կամ վերաբերում են իմ իրավունքի ոլորտում առաջնային մասնագիտացմանը։ Քրեական իրավունք, քրեադատավարական իրավունք, այդ ոլորտի հետ։ Բայց այդ պատասխանատվությունը ստանձնում ենք։ Ինչի համար ենք ստանձնում այս պատասխանատվությունը։ Որովհետև մենք գտնում ենք, որ ազգային ժողովի սահմանադրությամբ վերապահված բոլոր լիազորությունները, գործիքակազմերը պետք է իրացվեն մեկ առաջնային նպատակի համար՝ ուժեղ Հայաստան ունենալու։ Ես վստահ եմ, որ այս բառակապակցությունը, երբ ասում եմ, նույնիսկ այս նիստերի դահլիճում, չնայած քաղաքական հակադիր, տիտանական հակադիր մոտեցումներին, բայց համաձայնություն կա։ Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի եւ հայ ժողովրդի հավաքական կամքը ուժեղ Հայաստան ունենալու մեջ է։
Պարզապես ուժեղ Հայաստանի ունենք մենք մեր կոնցեպտը, այլ քաղաքական ուժ ունի իր կոնցեպտը։ Ուժեղ Հայաստան խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը դեմ է ազգային ժողովը անձնական վիրավորանքների հարթակի վերածելուն, ընդգծելով, որ հանրության մոտեցումների փոփոխությունը պետք է նպաստի գաղափարների եւ կարծիքների պայքարի։ Նրա խոսքով խորհրդարանում արձանագրված առանձին լարված միջադեպերը հաճելի չեն, սակայն 9-րդ գումարման ազգային ժողովի աշխատանքի ընթացքում դրանք համեմատաբար քիչ են եղել։ Ես խորապես դեմ եմ ազգային ժողովը անձնական վիրավորանքների հարթակին վերածելու եւ կարծում եմ, որ ժողովրդի մեջ մոտեցումների փոփոխություն բերելու է կարծիքների պայքարը եւ ոչ թե վիրավորանքների պայքարը։ Այդ իսկ պատճառով նաեւ ինձ համար էլ հաճելի չէ երբեմն այն քիչ ազգային ժողովը բոլորը ասում են, որ ամենակիչն է այդպիսի բան տեղի ունեցել, կարծում եմ հետագայում էլ տեղի չունենա, մենք պետք է գաղափարների հակադրությունը ցույց տանք, մարդիկ ընտրեն, որովհետև մենք վստահ ենք, որ մեր գաղափարներն է զարգացում բերելու երկրում եւ 600,000 մարդուն աղքատությունից հանել։ Շարունակենք թողարկումը։ Հայաստանի կառավարությունը հաստատել է Լոռու մարզի Սպիտակ քաղաքի Խնկոյան 134 հասցեում կառուցված բազմաբնակարան շենքի բնակարանների բաշխման վերաբերյալ որոշումը, որով լուծվում է նախկին հանրակացարանային շենքերում բնակվող ընտանիքների բնակարանային խնդիրները նվիրաբերության միջոցով։ Ըստ դրա նորակառույց շենքի 36 բնակարաններից 23-ը կհատկացվեն Աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած, որոշմամբ հաստատված ցանկում ներառված այն ընտանիքներին, ովքեր որոշման ընդունմանը նախորդած 36 ամիսների ընթացքում առնվազն 183 օր փաստացի գտնվել են Հայաստանի Հանրապետությունում։ Նվիրաբերած բնակարանները չեն կարող օտարվել նվիրաբերության պայմանագրի ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող 10 տարվա ընթացքում։ Այսօր տեղի է ունեցել ուժեղ Հայաստան կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի գործով հակակոռուպցիոն դատարանի նիստը։ Հիշեցնենք, որ Կարապետյանը կալանավորվել էր անցյալ տարվա հունիսի 18-ին։ Նրան մի շարք մեղադրանքներ են առաջադրվել։ Նա մեղադրվում է իշխանությունը զավթելու հրապարակային կոչի, ինչպես նաև հանցավոր ծագում ունեցող միջոցները օրինականացնելու համար։ Այնուհետև Սամվել Կարապետյանի մեղադրանքը փոխվել է։ Ավելացել են քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերը, իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը, օգտագործելով առանձնապես խոշոր չափերով փողերի լվացումը։ Ներկայումս Կարապետյանը գտնվում է տնային կալանքի տակ։ Գագիկ Ծառուկյանին և Սեթրակ Արուստամյանին մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափերով շորթման փողերի լվացման համար։ Ըստ քննչական կոմիտեի նրանք սպառնալիքի գործադրմամբ լիբանանահայ գործարարից հափշտակել են ընկերության 50% բաժնեմասը, շուրջ $2.5 միլիոն արժողությամբ, ապա փորձել օրինականացնել դրա հանցավոր ծագումը։ Քննչական կոմիտեի փոխանցմամբ երկուսն էլ արդեն կալանավորված են մեկ այլ քրեական վարույթի շրջանակում, ուստի այս գործով նրանց նկատմամբ խափանման միջոց չի ընտրվել։ Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է։ Բաքվի վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողել Լեռնային Ղարաբաղի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների եւ ապօրինի կերպով Բաքվում պահովող մյուս հայերի վերաբերյալ դեռևս փետրվարի 5-ին կայացած դատավճիռները։ Հիշեցնենք, որ 2026 թվականի փետրվարի 5-ին Բաքվի դատարանը կեղծ մեղադրանքներով ազատազրկման է դատապարտել հայ գերիներին։ Ադրբեջանական դատարանը ցմահ ազատազրկման է դատապարտել Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանին, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանին, Պաշտպանության բանակի հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանին, Լեռնային Ղարաբաղի խորհրդարանի նախկին խոսնակ Դավիթ Իշխանյանին և արտաքին գործերի նախարարության նախկին նախարար Դավիթ Բաբայանին։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը դատապարտվել են 20 տարվա ազատազրկման։ Ապօրինի պահվող մյուս անձինք Մադադ Բաբայանը, Մելիքսեթ Փաշայանը, Գարիկ Մարտիրոսյանը, Դավիթ Ալավերդյանը, Լևոն Բալայանը, Վասիլի Բեգլարյանը, Գուրգեն Ստեփանյանը և Էրիկ Ղազարյանը դատապարտվել են 15-ից մինչև 19 տարվա ազատազրկման։ Նշենք, որ Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի դեմ հարուցված շինծու քրեական
ռազմավարական գործը քննվում էր առանձնացված վարույթով։ Փետրվարի 17-ին հայտնի դարձավ, որ Բաքվի դատարանը Ռուբեն Վարդանյանին դատապարտել է 20 տարվա ազատազրկման։ Շարունակենք թողարկումը։ Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ընդունել է Հայկական բարեգործական ընդհանուր միության նախագահ բարերար Սամվել Սիմոն Սիմոնյանին և նրան հանձնել Հայաստանի Հանրապետության պետական բարձր պարգևը։ Սամվել Սիմոն Սիմոնյանը Հանրապետության տոնի առթիվ կրթության, գիտության, մշակույթի, տնտեսության զարգացման, ինչպես նաև հայապահպանության գործում ներդրած նշանակալի ավանդի և երկարամյա արգասաբեր գործունեության համար պարգևատրվել է հայրենիքին մատուցած ծառայությունների համար առաջին աստիճանի շքանշանով։ Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագիր։ Հանրապետության տոնի առթիվ կրթության, գիտության, մշակույթի, տնտեսության զարգացման, ինչպես նաև հայապահպանության գործում ներդրած նշանակալի ավանդի և երկարամյա արգասաբեր գործունեության համար Հայկական բարեգործական ընդհանուր միության նախագահ բարերար Սամվել Սիմոն Սիմոնյանին պարգևատրել հայրենիքին մատուցած ծառայությունների համար առաջին աստիճանի շքանշանով։ Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին շնորհավորական ուղերձ է հղել Ռուբեն Ռուբինյանին ազգային ժողովի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ, մաղթելով նրան հաջողություններ։ Շնորհավորական ուղերձում Շալվա Պապուաշվիլին նշել է, որ Վրաստանի և Հայաստանի միջև ռազմավարական գործընկերությունը հիմնված է փոխադարձ վստահության, բարիդրացիական հարաբերությունների և ընդհանուր շահերի վրա։ Վստահություն հայտնելով, որ երկու երկրների խորհրդարանների միջև սերտ համագործակցությունը կնպաստի միջխորհրդարանական կապերի հետագա ամրապնդմանը և ռազմավարական գործընկերության ընդլայնմանը։ Եվ միջազգային լրահոսին ընդառաջ։ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտնել է, որ Սիրիայի նկատմամբ Իսրայելի շարունակվող հարվածները այդ երկրի կայունության գլխավոր սպառնալիքներից են։ Անկարայում Սիրիայի արտաքին գործերի նախարար Ասադ Հասան Շեյբանիի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում Ֆիդանը նշել է, որ Իսրայելի գործողությունները ուղղված են Սիրիայի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականության դեմ։ Ֆիդանը միջազգային հանրությանը կոչ է արել ավելի կոշտ դիրքորոշում որդեգրել Իսրայելի իր խոսքով օկուպացիոն քաղաքականության նկատմամբ, անհրաժեշտ ճնշում գործադրել Թել Ավիվի վրա 1974 թվականի ուժերի բաժանման համաձայնագիրը պահպանելու և Սիրիայի ինքնիշխանությունը հարգելու համար։ Միջազգային այլ թեմաների ծանոթացեք տեսաշարով։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Էդ Միլիբանդի հետ հանդիպման ընթացքում քննարկել է Եվրոպայի կողմից սեփական անվտանգության ապահովման գործում ավելի մեծ դեր ստանձնելու անհրաժեշտությունը։ Հանդիպման մասին նա գրառում է կատարել X սոցիալական ցանցում։ Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Էդ Միլիբանդի հետ հանդիպման ընթացքում քննարկել ենք Եվրոպայի սեփական անվտանգության հարցում ավելի մեծ պատասխանատվություն ստանձնելու անհրաժեշտությունը։ Մենք նաև վերահաստատել ենք մեր ընդհանուր հանձնառությունը ապահովելու Հորմուզի նեղուցով ազատ անցումը և երաշխավորելու, որ Իրանը երբեք միջուկային զենք չի ունենա, գրել է Մարկո Ռուբիոն։ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Կիևում հայտարարել է, որ ուկրաինացի պաշտոնակից Սիբիհայի հետ հանդիպման ընթացքում արդյունավետ քննարկումներ են ունեցել ռազմավարական գործընկերության հետագա ամրապնդման, ինչպես նաև քաղաքական, տնտեսական, էներգետիկ, տրանսպորտային և հումանիտար ոլորտներում համագործակցության ընդլայնման շուրջ։ Բայրամովը հայտարարել է, որ Բաքուն պատրաստ է անհրաժեշտության դեպքում գազ մատակարարել Ուկրաինային։ Նրա խոսքով Ադրբեջանն արդեն գազ է մատակարարում 16 երկրի, որոնցից 12-ը գտնվում են Եվրոպայում, հավելելով, որ տարածաշրջանի էներգետիկ անվտանգության ոլորտում լրացուցիչ հնարավորություններ է տեսնում Ուկրաինայի հետ համագործակցության համար։ Իսրայելական ուժերը օգոստոսի 5-ի երեկոյից մինչև օգոստոսի 6-ի առավոտյան հարձակումներ են իրականացրել Լիբանանի հարավում գտնվող Սուրի շրջանի բնակավայրերի ուղղությամբ, որի հետևանքով Բուրջ ալ-Շիմալի գյուղաքաղաքում վիրավորվել է 4 մարդ։ Հարձակումները բազմաթիվ բնակիչների ստիպել են լքել իրենց տները։ Իսրայելական ինքնաթիռները հարվածներ են հասցրել նաև Ալ-Մանսուրի և Մաջդալ Զուն գյուղաքաղաքներին։ Բացի այդ, իսրայելական ուժերը կրակ են բացել Ալ-Համրա ափամերձ
տարածքի վրա։ Օգոստոսի 5-ին Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտարարել էր, որ Իսրայելի կողմից Բինթ Ջբեյլ շրջանի Թիբնին գյուղաքաղաքի վրա իրականացված հարձակման հետևանքով զոհվել է 1 քաղաքացի, եւս 12-ը վիրավորվել է։ Ավելի վաղ Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտնել էր, որ Լիբանանում իսրայելական ագրեսիայի հետևանքով զոհերի թիվը հասել է 4333-ի, իսկ վիրավորներինը 12236-ի։ Ֆրանսիայի ազգային օդերևութաբանական ծառայությունը վտանգի բարձրագույն կարմիր մակարդակ է հայտարարել երկրի հարավային դեպարտամենտներում շարունակվող անտառային հրդեհների պատճառով։ Խոսքը մասնավորապես Օդի, Վարի, Վոկլյուզի եւ Բուշ դյուրոնի դեպարտամենտների մասին է։ Սպասվում է, որ օգոստոսի 6-ին որոշ շրջաններում ջերմաստիճանը կարող է հասնել 38 աստիճանի։ Հրդեհների պատճառով սպառնալիքի նախավերջին նարնջագույն մակարդակ է սահմանվել Ֆրանսիայի հարավային եւս 6 դեպարտամենտում։ Եվրոպայում, մասնավորապես Իսպանիայում եւ Ֆրանսիայում հրդեհները հասել են 2026 թվականի համար ռեկորդային մասշտաբների։ Հանրապետությունում այրվել է ռեկորդային 117,000 հեկտար անտառ։ Տետուանի դատախազությունը քրեական պատասխանատվության է ենթարկել 25 անձի նախորդ 5 շաբթի տեղի ունեցած իրադարձությունների առնչությամբ, երբ տասնյակ հազարավոր միգրանտներ Մարոկկոյից ապօրինի հատել էին Սեուտայի սահմանը։ Նրանց առաջադրված մեղադրանքները ներառում են սահմանի ապօրինի հատման կազմակերպում, առանց լիցենզիայի ուղևորափոխադրում, լողամիջոցների գերբեռնում, վիզայի ժամկետանց լինելուց հետո երկրում ապօրինի բնակություն, անվտանգության աշխատակիցների վրա հարձակում եւ վիրավորանք, անհնազանդություն, ինչպես նաև գույքի եւ հանրային ենթակառուցվածքների դիտավորյալ ոչնչացում։ Ինչպես նշվում է տարածված մամուլի հաղորդագրությունում, 11 երիտասարդ արդեն կանգնել է քաղաքի վերաքննիչ դատարանի քրեական պալատի առջև, իսկ եւս 41 անձ փոխանցվել է Նադորի առաջին ատյանի դատարանին։ Բոլոր մեղադրյալները գտնվում են կալանքի տակ, սպասելով դատաքննությանը, ընդ որում նրանցից մի քանիսին սպառնում են ծանր քրեական հոդվածներով մեղադրանքներ։ Հայաստանի ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը ոստիկանության գվարդիայի հրամանատար ոստիկանության պետի տեղակալ Հայկ Բաբայանի ուղեկցությամբ այցելել է Սյունիքի մարզի սահմանային պահակակետեր, որտեղ ծառայություն են իրականացնում ոստիկանության գվարդիայի ծառայողները։ Արփինե Սարգսյանը հետևել է ծառայությանը, հետաքրքրվել ծառայողների կեցության պայմաններով եւ բարեխիղճ ծառայության համար շնորհակալություն հայտնել անձնակազմին։ Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտնել է, որ Ռուսաստանի եւ Հայաստանի միջև առևտրաշրջանառությունը կտրուկ նվազել է։ Նրա խոսքով 2026 թվականին այս ցուցանիշը 2025 թվականի համեմատ նվազել է 2/3-ով եւ կշարունակի նվազել։ Նա մանրամասնել է, որ 2024 թվականին Հայաստանի եւ Ռուսաստանի միջև առևտրաշրջանառությունը հասել էր ռեկորդային մակարդակի՝ մոտ 12 միլիարդ դոլարի։ Հիշեցնենք, որ Ռուսաստանը Հայաստանում հունիսի 7-ին կայացած ընտրություններին ընդառաջ սահմանափակումներ էր մտցրել հայկական բազմաթիվ ապրանքների ներմուծման նկատմամբ։ Եվ եղանակին ընդառաջ ինժեներական ենթակառուցվածքների տեղադրմամբ շինարարությամբ պայմանավորված օգոստոսի 7-ին ժամը 21:30-ից մինչև օգոստոսի 9 ժամը 19:00 Խանջյան փողոցի մանկավարժական համալսարանին հարող ուղետարը մինչև Տիգրան Մեծի պողոտա Խաչմերուկ երթևեկության համար կլինի փակ։ Եվ վերջում եղանակի մասին։ Հայաստանի Հանրապետության տարածքում օգոստոսի 7-ից 8-ը սպասվում է առանց ստեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի։ Օգոստոսի 6-ի երեկոյան Երևանի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև եւ ամպրոպ։ Օգոստոսի 7-ից 8-ը սպասվում է առանց ստեղումների եղանակ։ Այս եթերաժամի լրազամբյուղը այսքանով սպառված է, իսկ ես հրաժեշտ եմ տալիս մինչ նոր հանդիպում։